Ես վերադառնալով թեմային մի կարևոր բան եմ ուզում արձանագրենք Տիկին Թովմասյան։ Շաբաթվա ընթացքում առնվազն մի քանի այց եմ ունենում մեր սրբազան հայրերին, երկու սրբազաններին։ Բագրատ վիճակում լինելով ինչ ուժեղ են իրենց պահում, այդպիսի առողջական խնդիրներ ունենալով։ Այո, Բագրատ եւ Միքայել սրբազանները գտնվում են ԱԱԾ պատվալում։ Որևէ անգամ ես սրբազաններից չեմ լսել տրտնջոց, բողոք, պարբերաբար դեղեր ընդունելով, գտնվելով առողջական ծանր վիճակում, երբեք դրա մասին չեն ասել։ Մենք պիտի ասենք։ Երբեք դրա մասին չեն խոսել։ Չեն ասել այն լրջագույն առողջական խնդիրները, որ ունեն։ Այդ ամեն ինչը տարել են պատվով, արժանապատվությամբ ու մինչև հիմա էլ Փառք Տիրոջը պատվով արժանապատվությամբ այդ ամեն ինչը տանում։ Դուք պատկերացրեք այս մարդկանց վիճակը, երբ Աստծո մեկուսարանում տեսնում են ուրացող, ուխտադրուժ հոգևորականներ։ Ուրեմն ամենասրբազանները, հոգևորականները առողջական այդ ծայրահեղ վիճակում գնան դա տանեն, չդավաճանեն, չուրանան։ Շարունակեն պայքարել։ Հայրական եկեղեցին հասկանան, որ երկիրը գրաված է, ինչ են անում, բայց դուք սրիկաներ, մի հատ չգիտեմ ինչին գնաք ու մի անգամ Բայց իրանք չեն են խոստովանում, ասում են թուրք-ադրբեջանական հարձակում է։ Ու դու թուրք-ադրբեջանական հարձակում։ Դու ամենտեղ ասես թուրք-ադրբեջանական հարձակում է, դու ասես սա Արշավա եկեղեցու դեմ, սա ու գնաց ողջագույն։ Այո։ Գնաց ողջունես ասես բանը։ Չգիտեմ, քեզ փրկելուց հետո, քո առողջական ծանր վիճակից հետո վթարի ենթարկվես, քեզ փրկեն երկրորդ կյանք պարգևեն, քեզ առաջ խաղացում ապահովեն, կողքդ կանգնեն, դու գնաց Էջմիածնում արտասվես, մեկ էլ հարցազրույց տաս, որ սա Արշավա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, սա ուխտադրժություն է, սա էնա, ու մեկ էլ կանգնես ասես, վայ, ես ինչ լավ է, Նիկոլ եկել ես, արի մի հատ քեզ համբյուրեմ, որ դու միացել ես Փաշիզադեին, Ալաշուկուր եւ թուրք-ադրբեջանական տանդեմին Ալիևին, Էրդողանին միացել ես, եկեղեցին քանդում ես, արի մի հատ քեզ օրհնեմ։ Սա էս ինչ է։ Եկեղեցական կանոնների համաձայն սուրբ եւ անմահ պատարակներին պիտի անպայման հնչեցվի Արցախի մասին, Արցախ աշխարհի մասին, վեհապար Տիրոջ մասին, թեմի առաջնորդի մասին։ Դա կանոն է եկեղեցական։ Բայց դուք գիտեք ում եք ընդունել դուք։ Դուք այդ հարկի տակ, եկեղեցու հարկի տակ, գիտեք ինչ կոնտինգենտ եք ընդունել։ Արցախցիների մասին ամենակեղտոտ խոսույթով հանդես եկող մարդկանց։ Վեհապարի հայրաքելական Սուրբ եկեղեցու հասցեին ամենակեղտոտ բառամթերքը օգտագործող մարդկանց։ Դուք այդ մարդկանց ընդունել եք այդ հարկի տակ, դուք մի հատ ծպտուն չեք անել, որ սրբազանները ԱԱԾ մեկուսարանում են եւ հալածանքների են ենթարկում, դուք մի հատ ձեն չեք անել, որ այսօր Կի-քաղբանտարկյալ կա քրեակատարողական հիմնարկում Լիդիա Մանտաշյանը, որ խոշտանգումների է ենթարկում, դուք ձեր չեք անել, որ ձեր քաղաքի հարգելի եւ բոլորի կողմից սիրված քաղաքապետը Դավիթ Համբարձումյան այսօր քաղաքական գործով ամենակարևորը արցախցիների կողքը կանգնած Դավիթ Համբարձումյան։ Այո, արցախցիների կողքը կանգնած։ Ամենակարևորը դա է, արցախցիների կողքը կանգնած քաղաքապետ Դավիթ Համբարձումյան։ Դուք մի հատ ձեն չեք անել, որ Գյումրի քաղաքապետը հիմա ԱԱԾ մեկուսանում առողջական ծանրագույն խնդիր ունի։ Եվ չգիտեմ, դիաբետը հասնում է մինչև 18-ի եւ մարդը կոմայի մեջ է հանգնում եւ չգիտեմ, շտապ բժշկական օգնություն է։ Սրբազանելը նույն վիճակում, ասենք թե նույնը նաեւ սրբազաների։ Դե գալիս է նույնը նաեւ սրբազաների։ Քու հոգեվոր եղբայրները այսօր կտանքների են ենթարկվում։ Քու հոգեվոր եղբայրները Քո կողմից ողջագուրված Նիկոլի կողմից։ Մյուս սրբազանը, Մկրտիչ սրբազանը, որի մայրը ասում են մորպես է եղել, մորպես, հասկանում եք, սրբազանի քույրը, Մկրտիչ սրբազանի մայրը, վեհապարի քույրը, բայց ոնց կարելի է նման բան դրսևորել, ոնց կարելի է, ոնց կարող եք դուք գնալ նման դավաճանության։ Ես էլ եմ կրկնում, քանի չկա եկեղեցու որոշում, մենք չենք ուզում մեզ թույլ տալ
այլ ձևով դիմել, Եկեղեցին կորոշի, եկեղեցին կորոշի եւ մենք էլ մեր հետեւությունները կանենք, բայց մենք չենք կարող հանդուրժել, սա մեզ համար անընդունելի է։ Փաստորեն դու ինքը հաշտ ա եղել, որ իր հոգեվոր եղբայրներին տանեն խոշտանգ են։ Հա, հաշտ ա եղել դրա հետ, էլի, հաշտ ա եղել դրա հետ փաստորեն։ Հիմա դու կիսում ես Նիկոլի եւ իր ամբողջ թիմի հետ պատասխանատվությունը, ինքը այդ պատասխանատվության մեղքի բաժին իր հետ կիսում է։ Կիսում է այս ամեն ինչ որ կատարվում է, կիսում է իր հակաեկեղեցական արշավը, կիսում է այդ սրբապղծությունը, որ արվում է, որ գնվում է եւ ամենավերջին հայոյանքներն են տվել սրբազաններին եւ վեհապար տիրոջը։ Բա դու գնացել ես դրանց կողքը կանգնել ես։ Բանդա է, էլի խուժանապետ։ Ոնց կարելի անում է, սա անհանդուրժելի է։ Սա անհանդուրժելի է։ Դրանց այլանդակություն։ Ոնց ես նայելու այդ մարդկանց աչքերին։ Ոնց ես նայելու սրբազանների աչքերին։ Ինչ երեսով ես դու նայելու։ Կամ քո նմանները ինչ երեսով են նայելու։ Հուդաներ, դավաճան բրուտոսներ։ Ես տեսել եմ աղոհաց կիսելուց սրբազանին տարբեր հոգևորականների ոնց էր հայրաբար ուրեմն իր բոլորի խնդրանքները բանանում, երկարաժամկետ արձակուրդները տալի են մի դավաճանին, որ ուրացել է սրբազանին, որ իր ընտանեկան հարցերը լուծի, հայրաբար, սիրով, խոնարհությամբ։ Սիրելի հայրենակիցներ, ոչ մեկը չգնա ոչ իրենց արարողության, ոչ իրենց կազմակերպած պատարագին էս անձանց, ոչ իրենց սակադրության արարողություններին, թաղման, չգիտեմ ինչ, մերժել իրենց, որովհետև դուք ասում եմ, ձեր երեխաներին դնում եք մեղքի տակ, դուք գնում եք արքալույց եղած, պղծության մասնակից, պատարակը պղծած, հոգևորականների արարողություն են, իրենք հիմա այս սատանաները կուրախանանք ասեն, տեսեք ոնց ենք մենք կարողանում, չէ, ոնց ենք կարողանում քանդել, բայց ինչն է հետաքրքիր, որ հոգևորականներ դուք շատ լավ գիտեք հայ առաքելական եկեղեցու պատմություն, դուք գիտեք, որ պատմության մեջ բազմիցս ինքը հարձակումների է ենթարկվել թշնամու կողմից, հիմա էլ մենք ազատագրվելու խնդիր ունենք, հիմա էլ թշնամին եկել եւ գրավել է մեր երկիրը եւ հարձակվել է հայ առաքելական եկեղեցու վրա, բա դուք այդ ամեն ինչի իմանալով փոխարեն քարրակի դիմադրողականություն դրսևորեք, չէ, դիմադրեք այս ամեն ինչին։ Չէ, դու չէ որ դուք այդ գիտակցությունն ունեք, որ սա առաջին անգամ չի, թշնամին մի քանի անգամ եկել է, մտել է մեր երկիր եւ փորձել է ավելի հայերակելական։ Սա էլ ով է հանձնարարություն։ Հանձնարարություն է տվել, ասել է մի հատ կամակատար ես Գևորգի նման մեկին կբերես կդնես կաթողիկոս, որ հերթով սկսես քարուքան դանել հայերակելական եկեղեցին, շատ արագ, մի քանի։ Հայերակելական սուրբ եկեղեցին ոչ միայն հոգևոր կարևոր դերակատարություն, այլ հայապահպանության գործում անուրանալի է։ Ես կադրերը նայում եմ, վեհապար հայրապետը ուրեմն Հնդկաստանում էր եւ Կալկաթայի այնտեղ նորոգում էին Կալկաթայի ուրեմն 350 չի եղել պատմության մեջ 350 եկեղեցի մի կաթողիկոսի վարժարաններում սիրելի հայրենակիցներ մենք չենք ունեցել այդպիսի կաթողիկոս 350 եկեղեցի իր ժամանակաշրջան պատկերացնում եք ինչ ահռելի աշխատանք ա արվել Մարդիկ ինչի շուրջ են հավաքվել, հոգևոր դաշտ, հիմա որ գնում ես, բանը, ամեն 2-3 գյուղում արդեն կա այդ հոգևոր բան, հավաքված, բոլորին դեպի եկեղեցի, դեպի հավատ, ով արել այդ ամեն ինչը։ Իհարկե, տարբեր թեմերի այդ ուժեղացումը, Ռուսաստանի թեմի ուժեղացումը, չգիտեմ, Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, տարբեր տեղեր, աշխարհի տարբեր ծայրերում հայապահպանություն կարևոր դերակատարությունը հայեցի պահելու, մեր ազգին իր արմատներից կարճելու, այս Փաստորեն սա մի կողմից էլ նաև սփյուռքը պարակտելու բան է, ոչ միայն։ Իհարկե։ Ներսում, մենք պետք է հասկանանք, որ նաև սփյուռքը պարակտում մտցնելու, հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը նվաստացնելու, իջեցնելու, տարբեր երկրներում մեծ հարգանքով եւ ակնածանքով են, չէ՞ վերաբերվում վեհապար տիրոջը հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ այլն։ Հիմի խնդիր են դրել այս մարդիկ, որ տարբեր երկրներում այդ դերը նվաստացնեն, հասկանում եք ինչա կատարում հոսելի հայրենակիցներ։ Սա ոչ միայն մեր ներքին խնդիրն է, այլ սա ունի նաև շատ կարևոր, թե ինչ ենք մենք ցույց տալիս ամբողջ աշխարհին։ Ոնց են վերաբերվելու այդ երկրների առաջնորդները, որ տեսնեն Հայաստանում նման բան է կատարվում, նման բան է տեղի ունենալու։ Մարդու սիրտա տրակում չէ, իրապես սիրելի հայրենակիցներ, եթե տանը կա ինչ որ խնդիրներ էլ, այդ խնդիրները պետք է կարգավորվեին, լուծվեին
Որտեղ չի խնդիրն, ամենտեղ էլ խնդիր ալում։ Բայց իրանց ինչ գործն ասում։ Չէ, բայց իրանց խնդիրը հետեւյալն է։ Կոմպրոմատներ, իշխանությունների խնդիրը հետեւյալն է։ Որոշակի կոմպրոմատներ ձեռք բերեն, մոնտաժեն, նյութեր պատրաստեն, դրա միջոցով ստիպեն, որ այդ մարդիկ գնան նման քայլի, հետո խնդիր չկա այդ մարդը ցանկացած հոգևորական կարա ամենավերջին արարքանի, բայց եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ չի, գալիս է եւ Նիկոլ Փաշինյանի օրնությունը ստանում է, ուրեմն ինքը ստանում է ինդուլգենցիա։ Ինդուլգենցիա հասկանում եք, այս մարդու խնդիրը նորոգումը չի սիրելի հայրենակիցներ ջան։ Մարդիկ կան այ մոլորության մեջ են, ասում են գիտեք ինչ կա, սրանք ոչ հավատքի հետ կապ ունեն, ոչ եկեղեցու հետ կապ ունեն, ոչ սրբությունների հետ կապ ունեն, ոչ Արցախի հետ կապ ունեն, ոչ ազգային արժեքների հետ կապ ունեն։ Սրանց նպատակը մեկն է։ Հայաստանը գցել Արցախի օրը։ Ինչ հարեցին Արցախի հետ, նույնը անել Հայաստանում։ Այս ծրագիրն է, որը որ իրենք փորձում են կատարել եւ փորձում են կատարել հենց նման մարդկանց, թուլական մարդկանց միջոցով, անդեմ մարդկանց միջոցով։ Իրենց կարծիքը ամեն վարքյան փոխող մարդկանց միջոցով։ Ես չեմ կարող ուրիշ գնահատական։ Բայց չկան հիմա Տեր Եփրեմն էլ է պատասխանել Նիկոլին ինչ պետք է ասելա, ոչ զաքս ունես, ոչ էլ եկեղեցով ամուսնացած ես, ապօրինի զավակներ ունես, դեր մեղադրում ես կաթողիկոսի։ Պետք է հատուկ հոգևորականներ բանը։ Բոլորը պետք է։ Նիկոլ, չէ, ընդհանրապես հայ ժողովուրդը պետք է կանգնի եւ այն հիմարությունը ամեն օր ասते որ բանը թող վեհապարը վեր կենա չէ, քանի անգամ վեր կացավ։ Ասմիկ, այստեղ էլ կան մեծ փրթող ինչ որ գործիչներ, բանը, թող զանգերը հնչեցնի։ Չհնչեցրեց եկեղեցին։ Գնացիք։ Մեր պաշտպանությունը ինչ կապ ունի վեհապարը ասելու կամ չասելու հետ։ Ամեն մեկը սկի պաշտպանեք, չէ։ Ամեն մեկ չէ փնտրում։ Դե թող զանգերը հնչեցնի, զանգերը հնչեցրեց։ Զանգերը հնչեցրեց, ինչ խոսքա պետք ասեց, պիղծ ես, նզովյալ ես, սատանա ես, չգիտեմ, սրբապիղծ ես, ամեն ինչ ասեց, ինչ պիտի ասի դրանց երկով։ Եվ ով է կանգնում ասում, մի մարդ, որ ինքն է որոշել, ինքը տեղով պղծություն է, Արցախից հրաժարված Հայաստանը ցեղասպանության բերան կանգնացած մարդը տեղով պղծություն է, էլ այդ ամեն ինչը մի կողմ։ Այս ժողովուրդն էլ էս վիճակում, այդ որ հերիք չի որ ասենք ոչ օրենքով է, ոչ ադաթով է, ոչ եկեղեցով է, չգիտեմ ինչա, բայց առաջին տիկնոջ շնմա ծախսերը նայեք, բա դրա պատասխանով պետք է տա։ Ես գիտեք ինչ որ թվում է թե մանր ինչ որ բաներ, օրինակ պարոն Բագրատյանը միշտ բարձրացնում է այս հարցը։ Դուք դատվելու եք, ձեզ ով է թույլ տվել, որ առաջին տիկնոջ անվան տակ այդպիսի միլիոններ ծախսվի։ Ով է թույլ տվել։ Բայց մենակ իր պարագայում չի, դուք նայեք Բարսաշյան պաշտոնյաների։ Չէ, իր պարագայում եմ ասում, որովհետև ինքն է խոսում, ինքն է բարոյական բաներ ասում, ինքն է Արցախ-Ադրբեջան ճանաչողը ո՞նց կարող է բարոյականությունից խոսի։ Բաքվի բանտում մեր հայրենակիցներին այդ վիճակում թողնողը ո՞նց կարող է բարոյականությունից խոսի։ Հա, սրբազաններին բանտ արկած մարդը ինչպես կարող է բարոյականությունից խոսել, հա։ Էլ չեմ ասում Լիդյանին բանտարկողը ոնց կարող է բարոյականությունից խոսի։ Իհարկե։ Հայաստանի 1000 քառակուսի կիլոմետր թշնամուն հանձնած, քո այն կապիկը որ կանգնում ասում է դեռ 110 քառակուսի կիլոմետր էլ կա որ պիտի հանձնենք թշնամուն։ Այն մյուս կապիկը գնում այնտեղ կանգնում ասում է դե որ ասելա մի բան գիտի։ Պաշտպանության նախարարը կանգնում ասում է ազգային ժողովի նախագահ որ ասելա ուրեմն մի բան գիտի։ Այսինքն հələ տալիս ենք ժողովուրդ, հələ ունենք տալու, պիտի տանք։ Այն վաղարշապացիները որ գնացիք, այն պիղծ սրիկային ընտրեցիք, դուք սենց ուժ եք տվել Ադրբեջանին, ինքը սենց հաճիկով ասում է տանելու եմ, էլի եմ վերցնելու, ասում է։ Ու մի հատ է բարոյականությունից են խոսում, որոշել են կաթողիկոսի անցած ճանապարհը, չգիտեմ, դուք ինչ գիտեք, ասեք, այդ ինչ որ տեղի ա ունեցել, կաթողիկոսը վեհապարը դրանից հետո քանի անգամ ա գնացել, ինչ որ բաներ ա գործել, մեղքեր գնացի աղոթել։ Դու ով ես որ քիթդ խոթում ես այդտեղ։ Ով է քեզ այդ իրավունքը տվել։ Դու գնա հələ մի հատ քո, ինչի համար պատասխանատու ես, որ դու սահմանադրության պատասխանատու ես Հայաստանի Հանրապետության տարածքների համար, որ տվել ես հիմա թշնամուն, որ դու պատասխանատու ես Արցախի համար, տվել ես թշնամուն։ Որ խոստումն ա կատարել։ Այդ երիտասարդների կյանքի համար, որ տարել է իր բանակ, որ գնացին կռվելու, խոստում ես, չէ՞ տվել սահմանադրության մեջ պատասխանատու ես, չէ՞, ասես բոլորդ վարչապետ։ Թոշակառուներին ասում էր աշխատավարձը, ձեր թոշակները կբարձրացնեմ, ուսուցիչներին ձեր աշխատավարձը կբարձրացնեմ։ Հիմա սովի ամատում այդ 2000 դրամով բարձրացրեց, 2000 դրամով բարձրացրեց։ Հիմա այս թեման ամփոփենք, ասենք որ մեր սիրելի հայրենակիցներին, ասենք նախ որ զգոն լինեն, երբեք չտրվեն այդ նման
սադրանքներին մասնակից չդառնաք ժողովուրդ ջան, մասնակից չդառնաք, այդ մեղքի տակ չմտնեք, ամեն ինչ բացահայտվելու է, պարզվելու է, քրեական գործերը հարուցվելու, մարդկանց մենք հեսա խոսենք քիչ հետո խոսենք նաև այդ թեմայից, թե մարդկանց ոնց են գաղտնալսում, ոնց են մոնտաժում, այդ մոնտաժված նյութերը օգտագործում որպես շանտաժի, հարկադրանքի ուրեմն պարագա, կամ քաղաքական իրենց հարցերը լուծելու, քաղաքական օպոնենտներին ուրեմն խեղճացնելու, իրենց քաղաքական դաշտից հանելու կամ առհասարակ մարդկանց ուրեմն մարդկանց այլ հանձնարարություններ տալու։ Հասկանում եք, բանդա է գործում, էլի այդ բանդան ինքը գործում է մաֆիոս կլան է, էլի։ Այսինքն նյութեր ձեռք բերենք, այդ նյութերը հետո օգտագործենք, ասենք կգնաս այս հանձնարարությունը կանես։ Այս հակաեկեղեցական արշավին կմասնակցես, այս կանես, այն կանես։ Պատկերացնում եք այս Գևորգ հոգևորականին, չգիտեմ, սրբազան ասեմ, ինչ ասեմ, Վահագն Ալեքսանյանի պաշտպանության հույսին մնաս, խայտ առակություն։ Ես կարծում եմ ԿՊԱ-ականներն անգամ չէին ուզենա, որ իրանք Նիկոլն անգամ չէր ուզենա Վահագն Ալեքսանյանի պաշտպանության հույսին մնան, ինչ որ գրառումներ անում, պաշտպանում։ Եթե իրենք մտածում են, որ իրանց չի հասնելու ԿՊԱ-ական, չարաչար սխալ, Հովիկ Աղազարյանը իրանց ամենամոտ հիմնադիր անդամներից էր։ Ամբողջ այդ իր նամակագրությունը հանել էին, տպել էին, դրել էին վարչության սեղանին։ Հա, բայց մեզ համար կարևորը իրանց հասնի չհասնի կարևորը չի, Չէ, կարևորն է, որ սա մեր պետության Չէ, պետք հիմքերին է հասկանան, որ մի օր էլ իրանց է հասնելու։ պետության Մի օր էլ հիմքերն իրանց է ավելում։ հասնելու։ Սա է եւ Լիդիանը շարունակվում է փակված մնալ։ Ես պիտի խնդրեմ պարոն Դանիելյան, ես ամեն օր խոսում եմ դրա մասին, իրենք իսկապես ներքին հոգևոր մեծ ուժ եւ ամրություն ունեն մեր երեք սրբազանները, բայց եթե հանդիպում եք դուրս է գալիս ասում եք իրենք ամուր են, բան, այդպես չի, իրենք նորից եմ ասում, ներքին ուժ ունեն, ասում են, բայց իրենք մարդ են եւ իրենք հիմա իսկապես պատանդ են, գերի են։ Իրականում այս մարդիկ եւ այդպիսի պայմաններ, օրինակ որ ասում էին Վարդան Ղուկասյանը ինչ պայմաններում է, 15 քառակուսի մետր պատկերացնում եք, ինչ որ այս մի հատ չխցանման տեղ է, որտեղ 3 այլ կալանավորվածների հետ մնում է եւ սանհանգույցը առանձնացած է վարագույրով, իսկ որ Վարդան Ղուկասյանը ոչ թե լուրջ, չգիտեմ ինչ հիվանդություններ ուներ, բայց այդ մարդը այնքան ուժ ուներ իր մեջ եւ հասկանում էր, որ պետք է ժողովրդի կողքը կանի եւ դուրս գա պայքարի, երեքի մտերիմներից մեկն ասում է դախր բոլորը գիտենք, որ ինքը ծանր խնդիրներ ունի առողջական, ինչի դուրս եկա, ո՞նց։ Այսինքն նստի սպասի, որ թուրքերը այնտեղից գալու են գյումրեցիներին մորթեն, հա, նստի սպասի, որ բազան հնարավորինս արագ հեռացնեն ու իրան բերեն, որ ասեն թուրքերին բերեն, ասեն մորթեք, այդ մարդը գյումրեցիների ժողովրդական խոսքով մտավ գյումրեցիների մեջ Պարզ հայերենով բացատրեց սրտակցեց, բացատրեց, ասեց թե ինչ է ձեզ սպասում եւ գյուրեցիները գնացել են իրենց հետևից, ինչ է ուզում ասեի, որ մի տենց հանգիստ ասեք, իրենք լավ են, իրենք պինդ են, իրենք ամուր են, փաստաբաները որ դուրս չեն գալի, այդպես անկապ խոսում, իրենք այսպես ասեցին գնացեք, չգիտեմ ինչ արեք, չգիտեմ, դուք պատկերացնում եք ինչ պայմաններ են, ու այդ ծանր վիճակում։ Այլ ընտրանքը դերզորի ճամփորդ դառնալն է, դերզորի ճամփորդ դառնալ։ Հիմա այդ մարդիկ ու ինքնանպատակ չեն դուրս եկել